Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, որովհետև միջնորդությունը կալանքի եւ ձերբակալված անձը միաժամանակ են ներկայացվում դատարան, գործը մակագրվել է այսօր դատը կքննվի 8:30, նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ, 2 ժամից մոտավորապես, եւ նույնիսկ հետո ավելի մանրամասն ձեր դետալներ կներկայացնեմ, այս պահին նյութերի միացանալու մի վարքան Սարգիս Դադոյան ո՞նց են վկվել դատարան երբ ձերբակալված անձը միշտ հետևանով է հետևի մոտ երբ այսինքն ժամանակ որ դատարան ես երբ որ իմացել ենք որ տեղափոխել են մենք ներկայացել ենք եկել ենք ցանալին նայեք պարոն Քոչարյանը մի մոտ 2 շաբաթ առաջ 10-15 քանի օր առաջ վիրահատություններ տարել, դրանով էր պայմանավորված ձերբակալման գործընթացում, քանի որ ինտենսիվ գործողություններ էին, դրանով պայմանավորված առողջական վիճակի որոշակի սրացում կար, հիվանդանոցում էր, ես այս պահին վերջին հիվանդանոցից տեղափոխելուց առաջ վիճակի մասին տեղեկություններ չունեմ, միայն կարող եմ ասել, որ 3 դատական նիստը տեղի չի ունեցել, որովհետև բժշկական ցուցում է եղել, որ չի կարող տեղափոխվել, որովհետև կարող է վիճակի սրացում տեղի ունենա։ Իսկ այսօր ավարտեմ, ուրեմն վիրահատությունը ենթադրում է, որ մոտավորապես մի ամիս ռիսկային գոտի է եւս 3 ամիս պետք է հսկողության ներքո գտնվի անձը, այդ հետվիրահատական է, այսինքն ինքը ուսորտի վրա վիրահատություն է, եւ համապատասխանաբար այդ փուլում պետք է գտնվի վիրահսկողության ներքո ընդհանուր առմամբ եւ այսօր հիվանդանոցից տեղափոխելուց առաջ ինչ ա եղել, ինչ եղել, դետալներ չեմ տիրապետում, հիմա կճշտենք, երբ որ նյութերը նայենք։ Այսինքն եթե ուղարկում են դատարան, ուրեմն բժշկի ցույց։ Ենթադրվում է, որ առողջական վիճակը բավարարել է, որպեսզի տեղափոխվի։ Այսինքն այս տեսակետը որ հնարավոր է դատական նիստը չկայանական հետաձգվի հենց առողջական վիճակի մասով չի լինելու։ Նու այս պահի դրությամբ ես չեմ կարող գուշակել, հիմա տարբեր պատճառներ կարող են լինել, չէ, հիմա ուզում եմ ասեմ, հիմա ունենք նյութերին կծանոթանանք, դատական նիստը կլինի, հիմա եթե առողջական վիճակը լավ չլինի կքննարկենք, եթե նայեք, առողջական վիճակի խնդիր կունենանք, կդիտարկենք, խնդիր չեմ կունենա, չեմ կարող ասել, եթե ես հիվանդանոցից չեմ եկել եւ ինչ մեքենայով եմ տեղափոխել, չեմ կարող ասել։ 20-30 այ։ Պարոն Արաբելյան, տպավորությունը, որ այսինքն ամեն գնով ուզում է արտակոռուպցիոն կոմիտեն տանը կալանքի երկրորդ նախագահի, որտեղ 3 ոնց հասկացան 2 անգամ ինքնորոշություն են ներկայացնում կալանավորման։ Չէ, տպավորությունը չեմ կարող հերքել, այսինքն տպավորություն չի, ցանկանում են ամեն գնով տանել կալանքի, երբ որ ձերբակալման այդ 24-ժամյա ռեժիմն է հենց այդ կալանավորման նպատակով են ձերբակալում դատարան ներկայացնելու համար։ Թե հիմա ամեն գնով է, ոչ ամեն գնով է դժվարանամ ասեմ, 3-24-ժամյա ռեժիմով է ձերբակալության ժամկետը անցավ, համապատասխանաբար հնարավոր չէ, դրանից հետո նոր ձերբակալության որոշում են ընդունել, այստեղ հիմա շատ չդետալացնեմ, դրա մասին որոշակի դիրքորոշում ունենք դրա օրինականության հետ կապված, դատական նիստով կանդրադառնանք եւ դրանից հետո ավելի մանրամասն կներկայացնեմ եւ դրանից հետո ոնց որ նորից ներկայացել են դատարան, համապատասխանաբար։ Մեղադրանք այնքանով ներողություն խնդրում թողնենք Նայեք, մեղադրանքի մասով շատ հակիրճ կասեմ, մնացածը արդեն դատական նիստից հետո ուղղակի որ հասցնենք, էլի զուտ։ Մեղադրանքը վերաբերվում է նրան, որ ինքը լինելով նախագահ կատարել է սահմանադրական պարտականությունը, այն է վավերացրել է կառավարության որոշումները, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրության 95/2005 թվականին գործած խմբագրությունը ենթադրում էր հետևյալ կառուցակարգը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, որը որոշումները ընդունում են նախարարները, վարչապետը ստորագրում է վարչապետը եւ ավելացնում է նախագահան։ Ի տարբերություն օրենքների, որտեղ կար այն ժամանակ վետո իրավունք, հետ ուղարկելու, որևէ ընդհանրակարգ չվավերացնելու կառավարության որոշումները չկար եւ մեզ առնվազն հայտնի չի, սա ինչ եմ ասում, որովհետեւ ընտրություններից հետո այդ որ ԿՀ-ում վարույթ էր եւ էլի նմանատիպ, մի էպիզոդը դրան էր վերաբերվում, հա 2000-ական մինչև 2005 թվականին է վերաբերում, էլ այսինքն այդ անշարժ գույքերը հիմա սովորական կառավարության որոշումների մասին է, ավելի մանրամասն կասեմ ձեզ դատական նիստից հետո ուղղակի զուտ ֆիզիկապես հասցնելու առումով խնդիրը հետևյալն է, այսինքն ինչ որ տարբեր հողերի մասին է խոսքը գնում, որոնք
վաճառվել են ինչ-որ ընկերությունների, որտեղ ուղղակի տեքստում պարոն Քոչարյանը դրանց մեծ մասին ընդհանրապես տեղյակ չէր, այսինքն չի իմանում ինչա, հիմա պետք է մենք նայենք հասկանանք ինչ նյութերը ինչա ոնց է։ Մի մասը ինչ որ մարդկանց հետ վերջնական, ասենք մի քանի վաճառքից հետո մարդկանց է պատկանում, ովքեր ինչ որ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանին, բայց ուղղակի իրեն պատկանելու կամ ինչ-որ անձնական շահագրգռվածության հիմքերը չենք տեսնում։ Դրա մեջ է մտնում նաև հողերից մեկը պրեսիցի եկել է ժամանակ եղել է պաշտպանության նախարար, Անդրանիկ Մարգարյանը եղել է վարչապետ, Էլնեղով կար Երևանի քաղաքապետներ ոնց որ այն ժամանակ Բովանդակային չեմ տիրապետում, ընդհանրապես այս գործին բացասական են վերաբերվում դրա գոյությանը։ Եվ Սերժ Սարգսյանի մասով եւ Ռոբերտ Քոչարյանի մասով, առավել եւս Շրջանկայի շտակ Անդրանիկ Մարգարյանի մասով։ Էլի, այսինքն այս արդեն քրեական դատավարության օրենսգրքի որոշակի տեխնիկական մեկնաբանության արդյունքով կիրառում են, որ առաջին դեպքը չի վերջին մի քանի ամսվա մեջ Գորիկ Հակոբյանի հետ դեպքում եղավ ոնց որ հայկարությունն մի քանի դեպք ունեցանք։ Ես ներողություն եմ խնդրում, 8-ից երբ որ մենք կգանք, նիստը կլինի, նիստից հետո եթե այստեղ կլինենք հետաքրքիր կլինի, հարցերին կպատասխանեմ։ Ձեզ լավ երեկո։